Պարոն Կարապետյան, Սուրբ Սարգիս եկեղեցի եք գնացել, հետո եկել եք այստեղ, որ եկեղեցում եք մասնակցել եք այստեղ որևէ։ Հակառակի չեմ մասնակցել, Սուրբ Սարգիս եմ եղել, հետո ժամանել ենք Գյումրի, ուղղակի երկրաշարժի օրվա հետ կապված։ Ու ամենակարևոր բանը, որ կուզեի ասել, երկրաշարժի օրվա հետ կապված, դա նաև որ մեր երկրում մենք պետք է լուրջ զբաղվենք սեյսմիկ անվտանգությունով։ Այսինքն մենք ոգեկոչում ենք, հիշում ենք, ցավում ենք, բայց լուրջ պետք է զբաղվենք հին շենքերի վերակառուցմամբ։ Երևանում էլ լուրջ այդ խնդիրը կա, այսօր էլ Աստված չանի, տենց վտանգ լինի, մենք պատրաստ չենք, նաև պատրաստ չի մեր համակարգերը երկրի, որ պետք է արագ արձանագրեն ու արագ գործեն, կազմակերպչական առումով ամենակարևոր դասը մեր այս պատմության ցավալի էջերից, որ մենք պետք է քաղենք երկրաշարժի էջից, դա նաև որ մենք սեյսմիկ անվտանգության ու կազմակերպչական լուրջ հարցերով պետք է զբաղվենք։ Պատահմամբ Նիկոլ Փաշինյանի շքախմբին չեք հանդիպել դուրս, դուք եկել եք, փաստորեն իրենք դուրս են եկել։ Չէ, ճիշտ է որ ասեմ, ինչ որ տեսանք մեքենաներ էին գնում, բայց չֆիքսեցինք այդքան ովքեր էին։ Դուք ձեր խոսքում ասացիք, որ այսօր բավականին համերաշխ իրավիճակ է եղել Սուրբ Սարգիս եկեղեցում, քիչ առաջ լսում էի, ասացիք նաև վեհափառի անունն է տրվել, այսինքն երբ Նիկոլ Փաշինյանը ներկա չի, անգամ այդտեղ հնչում է վեհափառի անունը։ Այո, ոչ մի ու համերաշխություն է լինում ըստ հայացքների, բոլոր հայացքների, մարդիկ էլ համերաշխ ապրում են, փոքր երկիր ենք, հիմնականում բնակչությունը հայ է, քրիստոնյա, ես չեմ պատկերացնում ինչու պետք է այսքան լարվածություն լինի։ Իսկ այստեղ քիչ առաջ գյումրեցիները նշում են, որ եկեղեցին ըստ երևույթի զավթվել է, հա, Փաշինյանի կողմից։ Շաբաթ Սուրբ Սարգսի պես, ես վստահ եմ այստեղ հնչել է մեր վեհապարի անունը եւ կանոնական պատարակ է մատուցվելու, այսինքն դա կարճաժամկետ ուղղակի տուրիստական այցելություններ։ Շնորհակալություն։